Չէ, Խոսենք։ չէ, Ուր։ հազար գործ կա։ Գործեդ կսպասեն։ Օլյա, Այն ինչ եղել է ու ոչինչ չենք կարող փոխել։ Պիտի խոսենք։ չի լինի հետո։ Չէ, չի լինի։ Կգնամ հիմա սուրճ կդնամ, գիտեմ, որ սուրճ ես ուզելու։ Հետո կխոսենք։ Անայս, թե ասա Հավիկա ջան կգամ։ Ուրա համաձայն է, Անայսը համաձայն է, ես գիտեի, որ դու ինձ ծնունդիս օրով մենակ չես թողի, դու իսկական ընկերուհի ես։ Վերջ գնացի, ժամը տեղը կգրեմ, դու կարես արդեն կամաց պատրաստես։ Վիկա! Գիշ ես աղջիկը։ Ասա Սուրեն, ինչ ա եղել։ Արդեն խոսել ենք դրա մասին։ Նորություն չեմ ասի, խոսքը Դավիթի ու Լուսեի մասին է։ Լսի, նոր արգամը շատ կոպիտ խոսեց հետս, բայց ոչինչ, ես չեմ նեղվում, ես իրան հասկանում եմ, ես էլ աղջիկ ունեմ, բայց հասկացի Մարիամ ջան, ախր ես վատ բան չեմ առաջարկում, արի սառը դատենք էլի։ Սուրեն, ես չեմ կարծում, որ արգամը դեմ լիներ Դավիթի ու Լուսեի հարաբերություններին, եթե Դավիթը կարողանար Լուսեի սիրտը գրավեր, բայց չկարողացավ, չէ։ Չէ, Մարիամ ջան, սպասի։ Դավիթը կարգին տղա է, ուղղակի ինքը աղջիկների հետ շփվելու մեծ փորձ չունի, հասկանում ես, չի կարում տենց քաղցր խոսքեր ասի, խոստումներ տա, իսկ դա շատ կարևոր է։ Դե Լուսեն էլ այդ աղջիկը չի, որ դա իրան գրավի։ Մի ասա, Մարիամ ջան, մի ասա։ Դե որ մի ջահել աղջիկը չի ուզի քաղցր խոսքեր լսել, բայց հիմա արի վերադառնանք մեր գառներին։ Այսօր կամ վաղը շինարարությունը կանգնելու է, փող չկա, ներդրումներ են պետք, իսկ Դավիթը այս նախագծի հանդեպ բիզնես հետաքրքրություն չունի, հասկանում ես, նրա հետաքրքրությունը զուտ անձնական է, կա Լուսեն, կա ներդրում, չկա Լուսեն, չկա ներդրում։ Են որ ես ձեզ խնդրեցի, չէ՞ խոսալ Լուսեի հետ, խոսել եք։ Չէ։ Այդ հեչ լավ չի։ Լավ, բա հիմա ինչ ենք անելու։ Լսի, այսօր Վարդանին տես ասեց, որ արգամին չի կարելի հուզվել ու անհանգստանալ։ Բա հիմա որ արգամը իմացավ այդ շինարարության մասին, ինչ անելու։ Ոնց չհուզվի, ոնց չանհանգստանա։ Լսի, բա ոնց է հուզվելու ու անհանգստանալու արգամը, եթե մնացածը ջրի երես դուրս գա։ Ալո, Արեգ, բարև, Արամյանն է, չէ, հանգիստ եղի, ոչ մի ման չի եղել, լսի, համազասպին եմ փնտրում, Թևոսյանին, հիշում ես, չէ, պայմանավորվել էինք, որ պետք է գար տեսնեինք իրար, բայց չկա, զանգում եմ, ոչ մի տեղ չկա, անհասանելի է, տանը չես, հասկացա, դե լավ, Արեգ ջան, լավ, կներես։ Չեղավ ես մարդը։ Ասա, կովեք, լսեք, կովեք, ինչ եք ուզում, ով ասես ասես ես բանալեք, ուր եք ես ով մենակ ստեղ։
դուրը։ Դες ինչ խորեգանություն է։ Դուրը բացեք։ Բացեք դուրը։ Բացեք։ Բաբիկան ուր է։ Գնաց։ Ուր գնաց։ Ես էլ սուրճ եմ պատրաստել, նվեր ունեմ, ասեցի ծնունդն է, չէ։ Ես էլ չեմ ասցրել տամ։ Դու ինչի՞ չես ասցրել։ Դե եկավ իր ուզածը ասեց գնաց։ Եվ որն էր իր ասելիքը։ Ընկերը parելու ա կանչել։ Ուզում ա հետը գնամ։ Համաձայնվեցիր։ Քո կարծիքով հասցրեցի ինչ-որ բան ասեմ։ Եկավ իր ուզածը ասեց գնաց, որ չհասցնեմ ինչ-որ բան ասեմ։ Շատ լավն եք դուք։ Հիմա վերջը գնալու ես։ Ստացվում է, հա։ Ինչն է ջրի երես դուրս գալու։ Մարեմ ջան, դու լուրջ չես հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Թե քեզ թվում է կատակ եմ անում։ Չէ, ես կատակ չեմ անում, ուրեմն տես։ Կամ Լուսեն ընդունում է Դավիթի ամուսնության առաջարկը։ Ու մենք դառնում ենք լավ խնամիներ, դե արգամն է շարունակում է իր բիզնեսը։ Կամ որտեղ որ պետք է, ես ամեն ինչ պատմում եմ։ Ես պատկերացնում ես ինչ կկատարվի, եթե ես բերանս բացեմ ու ամեն ինչ պատմեմ։ Դե արգամը հաստատ կհայտնվի ճաղերի հետևում։ Իսկ դու չգիտեմ, դե եթե լավ փաստաբան վարձեք, հնարավոր է որ բախտդ բերի ու դու դուրս մնաս։ Իսկ թե ինչ կկատարվի Լուսեի, Արամի հետ, ձեր ունեցվածքի ու բիզնեսի, Աստված գիտի։ Աստված գիտի։ Բիա, Մարիամ ջան, հանգիստ, Մարիամ ջան, հանգիստ, որ քեզ հավաքի։ Պետք չէ որ դու էլ գնաս արգամի կողքը պարկես։ Երկար ես լռելու։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Որ մենք իրար սիրում ենք ու դեռ ոչ մի բան կորած չի։ Օլյա հասկացի։ Ես ուրիշի հետ եմ պատրաստվում ամուսնանալ։ Ամուսնանալ։ Բայց ամեն ինչը ինչ էր։ Ինչ ես անում, Օլյա, հանգստացի։ Տականք։ Սուրբ էր ձևանում ամբողջ ընթացքում, բայց սովորական տականք է։ Հա, տականք եմ, հետո ինչ։ Դու այդ գալիս առընթաց տականք ասելը։ Իբր դու ինչ ես։ Չգիտեիր որ սիրահարվել եմ ուրիշին։ Հա, ինչի եկար փաթաթվեցի, ինչի ապուրեցի։ Որովհետև սիրում եմ, հա, մինչև հիմա սիրում եմ քեզ։ Ինչն ես սիրում։ Հա, ինչն ես սիրում։ Ամենասովորական սրիկա եմ էլի։ Կներես տոքացա։ Թող։ Չեմ ուզում էլ քեզ տեսնել։ Օլյա, Գնա ու մոռացի ինձ։
Շատ թույն տեղ է։ Արթուրը մեզ ընդեղ է սպասում։ Նկարները ցույց տվեց, մենակ տենայր։ Սկլը շատ կա։ Մի 5 րոպե։ Վիկ քշվել ես, բա ինչի տաքսին շուտ կանգնացրեցիր։ Այս սրտին ո՞նց են քայլելու։ Դե լավ, հանգստացի, քայլի հեսա կհասնենք։ Վիկ, իսկ Արթուրը մենակ է լինելու։ Արամին ես ուզում։ Ինչ ես բերանդ բացել։ Այ տենց կխոստովանես։ Խոստովանելու բան չկա, ուղղակի հարց։ Չէ, Անայիս ջան, Արթուրը ասեց Արամի պապան հիվանդ է։ Նենց որ այսօր առանց Արամի, Անայիս ջան։ Սա շարունակես կգնամ։ Բայ լավ, քայլի։ Լուսե։ Լուսե ջան, ինչ ա եղել։ Չէ, բան չկա։ Պապան։ Պապան քնած Արամ։ Սիրտս կանգնեց։ Բա ինչ ա եղել, քեզ լացում։ Լուսե։ Ոնց կարող է դու իմանաս ինչ է լացում Լուսեն։ Ինչ ա եղել Լուսե։ Արամ, խնդրում եմ առանց հարցեր տալու մեզ մենակ կթողնես։ Ստան ավելորդի ես էի։ Արամ, խնդրում եմ գնա պապայի մոտ։ Ինչ ա եղել Լուսե ջան։ Մամա, դու պետք է ասես։ Ինչ ա եղել կամ ինչ եք արել, որ այդ մարդը եկել ձեր տան մեր ձեզ սպառնում է։ Ոնց ես բիձա։ Ես գիտեի, որ սրա հետևում դու ես կանգնած։ Դու քեզ խելոք մայ, ես անգամ ավելի ուժեղ եմ հրելու։ Լսի, դու լրիվ ահդ կորցրել ես, այդ քանի գլխան ես դարել, որ գնում ես ոստիկանություն, դիմում գրես, կամ էդ ինչ դիմում ես գրելու, կարանք իմանանք։ Ես իմ տունն եմ ուզում։ Ես էլ իմ փողն եմ ուզում, փողս բեր տուր ինձ, քո տունը տամ քեզ։ Որտեղից։ Ժամանակ դուր տոկոսը տամ մինչև։ No, պապաշա։ Ես որ ժամանակ ունեմ, ոչ է քո տոկոսի կարիքը, հիմա լսի ինձ։ Դու հիշում ես, չէ՞, որ ես քեզ մի բան էլ ավել փող եմ տվել։ Հիմա ես չգիտեմ, ինչ որ հայտարարությունը տվել ես, չես տվել, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, հենց հիմա գնում ես ու հետ ես վերցնում։ Հակառակ դեպքում համ քո հարցերը կլուծեմ, համ էլ տաղուտ հարցերը։ Լես չմտածես է, որտեղ այդ Ֆրանսիայում ձեռքերս չի հասնի, չէ, պիծա։ Իմ ձեռքերը շատ երկար են։ Մի ավտոստեղ վրովդ կանցնի։ Մի ավտո էլ տաղուտ վրով Ֆրանսիայում, հասկացար։ Քայլեն! Թարաս տեղից։ Թարաս տեղից!
Մամ ինձ նայի։ Անիմաստ է հայացք թաքցնել, ես ամեն ինչ լսել եմ։ Մամ ինչ է կարել դու ու պապան։ Ինչ է պատրաստվում ջրի երեսանի հետ մարդը, խոսա մամ։ Լուսե ջան, խնդրում եմ։ Մամ խնդրելու ոչ մի բան չկա։ Այդ մարդը եկել է մեր տուն, ասում է, որ ես պետք է ամուսնանամ իր տղայի հետ, որի հետ կապ չունեմ ընդհանրապես։ Ու սպառում է, որ եթե չամուսնանամ, դու ու պապան կնստեք։ Ինչ է կարել, մամա, խոսա։ Լուսե ջան, խնդրում եմ, թող հայրդ ուշքի գա, հետո կխոսենք, հա։ Մամ, եթե դու ինձ հիմա չասես, ես կգնամ իրանց տուն։ Լուսե։ Հա, մամ, ես կորսելու բան չունեմ, կգնամ, թող ինքը պատմի ինձ։ Խնդրում եմ։ Արեգնա։ Մամ, կամ դու հենց հիմա ինձ ասում ես ամեն ինչ, կամ ես գնում եմ այդ մարդու տուն։ Համու ջան, չեմ հասկանում։ Ինչ ա եղել, ուր ես դու։ Մենք բաժանվեցինք, դու ասիր գնում ես ոստիկանություն։ Էն Արեգը անդադ քեզ ա զանգում, էն կապիտանը ամբողջ օրը թաղում պտտվում ա քեզ աման գալիս։ Համո։ Այ Համո ջան, դու երեխա ես, ես ընկնեմ քո հետևից։ Սատեն, ես ոչ միտեղ չեմ գնա։ Այսինքն, ոչ միտեղ չեմ գնա, ոստիկանություն չես գնալու։ Չեմ գնա ոստիկանություն, դիմում չեմ գրի, ոչ մի բան չեմ ունի։ Ինչ ա եղել Համո։ Բարզա։ Սրապյանի մոտ ես գնացել։ Սպառնացել ա քեզ Համո։ Սպառնացել ա, որ ձերոնց ընդեղ։ Սպառնացել ա, հաստատ համոզված եմ, որ կանեի։ Բա ինչ ենք անելու։ Սոված է, սոված մեռնում էի։ Եկա որ այդ։ Տեղավորեցի, գուրգուրեցի, տասին խպեցի, չէ։ Տղես, ես աշխարհը ինքան հինա, հինն ու տղամարդներ, նոր հեծանիվ չենք հորենելու։ Բա ինչ է ասում քո այդ հին աշխարհը, վերջը ինչ է լինելու։ Հարսանիք, տղես, հարսանիք։ Ես քեզ լուրջ եմ հարցնում։ Ես քեզ լուրջ պատասխանում եմ, ու հիշի տղես։ Եթե մարդը մի անգամից իր մեղքը չի խոստովանում, ուրեմն երբեք չի խոստովանի։ Ինչի մասին ես խոսում ես։ Կարևոր չի։ Կարևորը որ դու հասնես նրան ինչ ուզում ես։ Լսի, ես քո տեղը լինեմ, հենց հիմա կգնամ ու մատանիներ կպատվիրեմ։ Չես հավատում, այ գրազգանք։ Չէ, ես քեզ այսօր ընդհանրապես չեմ հասկանում, գիտես։ Մեր փորձի։ Դու ուղղակի արա այն, ինչ քեզ ասում եմ, հա։ Արգամն ու Անդրանիկը նոր գործընկեր ունեին, պետքա պայմանագիր կնքեին հետը։ Այդ գործընկերը տարվա մեծ մասը Վրաստանում էր լինում ու այնտեղ էր աշխատում։ Դե հայրդ ու Անդրանիկն էլ որոշեցին չսպասել, գնալ Վրաստան պայմանագիրը կնքել։ Ինձ ու Սոնային էլ վերցրեցին իրանց հետ։
Մի քանի օրից Սոնայի ծնունդներ լինելու որոշեցինք այնտեղ նշել։ Որտեղ ես ու Սոնան, այնտեղ էլ երեխեքը, Արշակն ու Արամը։ 3 ամսական էին, մի շաբաթվա տարբերությամբ էին ծնվել։ Լուսե, հավատա ես ամեն ինչը լսելուց հետո քեզ ավելի վատ ա լինելու։ Մամ, ավելի վատ քան հիմա։ Հա։ Պատմի, մամ։ Քեզ ու Արեգին թողեցինք Սաթենի մոտ ու գնացինք։ Երանի ոտքս կոտրվեր ու չգնայինք։ Հոգնեցիք։ Չէ, շատ հավես է անցնում։ Մի հատ էլ խմենք։ Հա, շատ Դե վերցրեք։ Ինձ մի հատ էլ սրանից էլի։ Հասկացա։ Բա քեզ։ Անպայման։ Նանա, ինձ ոնց է անցնում։ Լավ է, տեսար դու էլ չէիր ուզում գայր։ Վիկա, քո գլուխը չի պտտվում։ Երևի աղմուկից է, արի։ Միշտ ասանց երկար լողանում։ Ջուր շատ է սիրում։ Գործեր ո՞նց են։ Վատ։ Պապային էլ բան ասել չի լինում։ Ձեռը առնում։ Դու կարող ես իմանաս արգամը ոնց է։ Դե լավ չի։ Տանը բժիշկների հսկողության տակ բարկացավ։ Ասեցի միասին գնանք տեսակցության, չուզեց, մենակ գնաց։ Ինձ էլ ասում է գնամ ատանի վերցրու։ Դե ասում է գնա վերցրու, ինչ ասեմ։ Գել էր, չէ՞ դու։ Հետո ինչ որ ուզում եմ։ Այդ մարդը այդ վիճակում։ Մի խոսքով չգիտեմ, ոչ մի բան չեմ հասկանում։ Լավ էլ հասկանում ես։ Ուղղակի չես ուզում ընդունել։ Հայրդ այդ մարդկանց այն վիճակի մեջ չի դրել, որ որոշեն։ Այնպես որ արգամը լավ լինի թե վատ, դուք միևնույն եք ամուսնանաք։ Ուղղակի ոնց հասկանում եմ, մեծ հարսանիք չի լինի։ Ուղղակի կգնանք ԶԱԳՍ եւ վերջ։ Պապան ասում է հիասթափվել ես, հա, ինձնից։ Ինչի՞։ Դա քեզ խիստ վշտացնում, հա։ Չէ, ուղղակի հաճելի չի։ Ոչինչ։ Կդիմանաս։ Բա! Գնամ մի հատ տեսնեմ պապա ոնց է գա։ Մամ, Արամը պապայի մոտ է, ինքն էլ քնած է, մի անհանգստացի։ Դու շարունակի ավելի լավ։
Դե պետքա հետ գայինք Երևան Անդրանիկի մեքենայով, քանի որ իր մեքենայով էլ գնացել էինք։ Ոնց։ Բա Անդրանիկենք մենակ չեն եկել։ Դուք միշտ ասել եք, որ Արամը հիվանդացել էր, դրա համար մնացել, հետո եք եկել։ Այսինքն մենակ չեք եկել։ Մամ։ Հայրդ ու Անդրանիկը ուժեղ վիճեցին։ Ես քեզ 1000 անգամ ասեցի, ոչ մի Սուրեն, դու էլի դրան քաշտովեցիր բերեցիր ստեղ։ Անդո, ես չեմ հասկանում, դու այդ մարդու դեմ ինչ ունես։ Արգամ, նախ սկսենք նրանից, որ այդ մարդ չի, բնազներով ապրող կենդանի է, երկրորդն էլ ում հետ աշխատել է, կամ թալանել է, կամ էլ մեջքից խփել է։ Հա, բայց մեր հետ։ Արա նույնն է անելու է մեր հետ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Չի կարա, ես աչքերս 4 եմ ու հետևում եմ իրան։ Ուզում ես աչքերը 14 արա։ Ի տարբերություն իրա, դու ազնիվ մարդ ես։ Ու կմտքով չել կարա անցնի, թե ինքը ինչ է մտածում, որ քայլը որից հետո է անում ու ինչի համար։ Իմ խոսքը վերջնական է, ես էլ դրա հետ չեմ աշխատելու։ Անդո, ես կարամ գործերը իրա հետ կարգավորեմ։ Դու ինչ ես լսում, թե չես ուզում լսած լինես։ Ընտրի կամ ես կամ ինքը։ Ինչ ես խոսում։ Մենք այսքան տարի իրար հետ ենք աշխատում։ Մեր ընտանիքները իրար հետ բարեկամություն են անում, Անդո։ Ինչ ես խոսում դու։ Այդ արդեն դու մտածի։ Արժի այդ Սուրենի կամ հանուն այդ 2 կոպեկ էժան ապրանքի հետ ամեն ինչը կորցնես Արգամ։ Ախր ինչի ես։ Վերջ։ Գնում ենք Երևան Արգամ։ Ու ընկերությունը բաժանում ենք։ Դու գնում ես քո համար ես աշխատում։ Ուզում ես Սուրենի հետ աշխատի, ինչ ուզում ես արա։ Ես էլ իմ համար հանգիստ կաշխատեմ։ Անդո սպասի, արի խոսանք, Անդո։ Արգամ վերջ։ Ես արդեն հոգնեցի։ Այս խոսակցությունից, քեզնից ու այդ Սուրենից, մտածի Արգամ։ Մամ, Սուրենը ես նույն։ Հա, Սրապյան Սուրենը։ Ինքը այդ ժամանակ շինարարական ապրանք էր բերում ու հորը դա շատ էր գրավում։ Բարեգի պապան։ Անդրանիկը ավելի հեռուն էր տեսնում։ Ու այդ ընկերությունը կիսելու մասին լուրջ էր ասում։ Հա, ճանապարհին Արգամը փորձեց նորից բացել այդ թեման, բայց Անդրանիկը էլ ոչինչ չէր ուզում լսել ու խոսել ու ասեց, որ ամեն ինչ կանի իր ձևով, հենց հասնենք Երևան։ Հետո մենք հավաքվեցինք ու ինչքան էլ ես ու Սոնան փորձեցինք խնդրել, համոզել, որ մինչև առավոտ սպասեն, չհամոզվեցին։ Դուրս եկանք։ Անդրանիկը մի քանի անգամ էլ զգուշացրեց Սուրենի պահով, որ հեռու մնա։ Չէր ուզում ոչ տեսնել, ոչ խոսալ։ Երևի դժվար էր իրան մնալ Արգամի հետ նույն տարածքում։ Երեխեքին կերակրեցինք, հագցրեցինք։ Ես ու Արգամը մի քիչ ուշ դուրս եկանք, որովհետև Արամը մի քիչ լավ չէր։ Դուրս եկանք, Անդրանիկն ու Սոնան արդեն նստել էին մեքենան, Արշակն էլ Սոնայի գրկում էր։ Մի քանի քայլ առաջ եկանք, տեսանք, որ Սոնան նստած է Անդրանիկի կողքը։ Դե ես հասկանում եմ, Անդրանիկը հատուկ էր արել, որ Արգամը իր կողքը չնստի։
Ես խնդրեցի Արգամին ձայն չհանել, չխոսալ, որովհետև ամեն դեպքում ճանապարհի վրա ենք։ Մինչև կհասնենք Երևան ու արդեն Երևանում կհասկանանք, թե ինչ ենք անելու։ Արեգնա երևի այնքան զանգեց չվերցրեցիր եկելա։ Գնա դու դուռը բացի, ես ուժ չունեմ։ Ապեր, դուր ես։ Ապեր խնդրում եմ արի հասի լավ չենք։ Դե տենց, չգիտեմ ապեր լավ չենք, մի բան է ինչի, չգիտեմ չեմ հասկանում։ Ես դուրս եկա որ քեզ զանգեմ։ Ապեր խնդրում եմ, Վիկան ու Անահիսն էլ լավ չեն, ինչքան կարա շուտ արի հասի։ Լավ։ Վիկա կյանքում սենց բաց չի եղել։ Կարողա կոկտեյլներից էր։ Չի կարա կոկտեյլներից լինի։ 1000 անգամ խմել եմ, սենց բան չէր եղել։ Վիկա, օդս չի երիքում։ Իմն էլ։ Վիկ, զանգի Արթուրին, ասա թող հենց հիմա գա մեր հետևից։ Լավ ուր էր գնում։ Բան չասեց Արամը։ Դե մենակ եմ, որ ընկերը զանգեց ու խնդրեց, որ շուտ գնամ։ Իսկ ինչ էր եղել։ Ծնունդի են եղել, խմել են երևի։ Դե եթե մենակ է տա։ Դե այդքանն ասեց։ Լուսը բան չի զանգերից չէր պատասխանում, արդեն չգիտե ինչ մտածեի։ Կներես մամայի հետ էի խոսում։ Հո բան չէր եղել։ Չգիտեմ Արեգ, երևի պետքա զանգերիդ պատասխանեի, որ չհասնեի ստեղ։ Լուսը չեմ հասկանում, ինչ որ բան ասել ձեզ Մարիամը։ Արեգ ուղղակի ընտանեկան խոսակցություններ են։ Վախացնում ես արդեն Լուսը։ Մատ կասես հասկանամ ինչ ա եղել։ Կլինի ոչ մի բան հիմա չասես, ուղղակի գնաս, ես վաղը կգամ կխոսենք, հա։ Լուսը կարող բժիշկները պապայի պահով։ Չէ Արեգ, ոչ մի վատ բան չեն ասել։ Գնա խնդրում եմ։ Կլինի գնաս։ Լուսը, ես քեզ սիրում եմ։ Ինչ է լինի հիշի հետ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Չկասկածես դրանում։ Գնամ։
Թույլ արա մի զանգի։ Հեսա որ որակը հասնի։ Անահիս լավ չես։ Ոտքերս չեմ զգում։ Լավ երեխեք։ Եկեք ստեղ կանգնեք։ Ես մի հատ զանգ եմ արում տենամ ուրա։ Օգնելու բան կա երեխեք։ Աղջիկները ոնց որ լավ չեն, հա, աղբերս, հեսա մեքենան հանեմ պարկովքից տանենք ճանապարհենք։ Չէ, լավ աղբերս, ես կճանապարհեմ։ Աղբեր խի չէ որ կճանապարհենք, ծանոթանանք, հա, աղջիկիկ։ Արդյոք մի բան արա։ Աղբերս ասում եմ լավ է, կպեք ձեր գործերին։ Արի սիրուն ես, արի գնաց։ Ո՞ր ձեր արը չես լս։ Արանով այ տղա։ Ես Արեգի խոսք եմ տվել, որ վաղը գնալու եմ իրան տեսնեմ։ Ու ես մինչև գնալս պետք է ամեն ինչ իմանամ։ Համոին սպառնացել է, որ եթե դու շարունակես, նայի քո գլխին ինչա լինում։ Չէ, Դավիթ, չէ, իրականություններն են, որ մենք սիրում ենք իրար։ Օլյա, խնդրում եմ, ոչ քեզ տանջի, ոչ էլ ինձ։ Ուրեմն վերջ սատ։ Այսինքն Արեգ ջան, ինչ անշան։ Չեմ կարա թող։ Չեմ կարա։ Մերն պրտան վերջ։ Ինչ գիտես։ Դու ինչ գիտես։ Հանգստացի։ Գնա դու մերի շուտ արա։